Նոյեմբերի 28-ից 30-ը ազգային ժողովում մեկնարկեց Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը։ Զուգահեռ ընթացան հանձնաժողովների և բյուրոյի նիստեր։ Երևան ժամանեցին կառույցի 4 հանձնաժողովների անդամներ, պատվիրակներ Եվրոպական խորհրդարանից և Արևելյան գործընկերության երկրներից։ Տարբեր ձևաչափերով ընթացող հանդիպումներին մասնակցեցին նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Եվրանեստի երրորդյա աշխատանքները խորհրդարանում նախ մեկնարկում են մեր երկրում հավատարմագրված դեսպանների հանդիպմամբ, ապա լիագումար նստաշրջանին ընդառաջ տեղի են ունենում Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը։ Աշխատանքներին մասնակցում են նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։ 4 հանձնաժողովներում հայ և եվրոպացի գործընկերները քննարկեցին մեր երկրի կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը, տարածաշրջանի ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությանը, էներգետիկ անվտանգությանը, արևային կայանների զարգացմանը, Եվրամիություն Հարավային Կովկաս տնտեսական համագործակցությանը, տարբեր ուղղություններով դիվերսիֆիկացմանը, գիտական տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր։ Հենց այս շեշտադրումներով էլ մեկնարկում է 12-րդ լիագումար նստաշրջանը։ Երևանյան նիստի պաշտոնական մեկնարկը տրվում է ազգային ժողովի նախագահի ելույթով։ Dear colleagues, thank you very much. I will speak in Armenian, so please. Սա կարևոր հարթակ է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդման տեսանկյունից բացման խոսքում շեշտեց Ալեն Սիմոնյանն ու հավելեց, որ Եվրամիության հետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում են ունեցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների կայացման գործում։ Ներկայացնելով մեր երկրի ստանձնած ուղին, խորհրդարանի ղեկավարը նշեց. Մենք հստակ ընտրել ենք ժողովրդավարացման և բարեփոխումների ճանապարհը և հաստատակամ ենք շարունակելու այդ ուղին։ Վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել Հայաստանի Հանրապետություն ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում։ Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընկերության զարգացմանը, այնպես էլ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համագործակցության շրջանակում Ալեն Սիմոնյանը խոսեց արագ տեմպերով ընթացող վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ու հիշեցրեց, որ Հայաստանը հանձնառու է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը։ Համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը Ալեն Սիմոնյանի համոզմամբ կնպաստի նաև վերջերս համաձայնեցված գործընկերության նոր օրակարգ փաստաթուղթը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք։ Այն քաղաքացիական նախաձեռնություն էր, և մենք ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն, այդ համատեքստում ընդգծեց Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին նաև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Ազգային ժողովի նախագահն արձանագրեց հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած այս իրողությանը շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր, դիմելով Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին ընդգծեց Ալեն Սիմոնյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ռազմագերիների հարցը դերևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը։ Անդրադառնալով Վաշինգտոնյան հանդիպմանը մեր երկրի խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ Հայաստանը կաշխատի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ, ապահովելով միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու իրականացումը։ Այդ նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից իր հռչակած խաղաղության խաչմերուկ ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը։ Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի և կապի մալուխների կառուցման
հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի եւ հարակից երկրների միջև։ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ Եվրամիության նոր ռազմավարական մոտեցումը, հավելեց ազգային ժողովի նախագահը։ Հայաստանն այսօր միջազգային ընկալումներում ունի հուսալի գործընկերոջ դիմագիծ ու պատահական չէ, որ 2026-ին մեր երկրում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Միջազգային հեղինակավոր միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար արդեն սկսված են նախապատրաստական աշխատանքները։ Երկրի ներքին քաղաքական կյանքի համատեքստում էլ կարևորների շարքում ազգային ժողովի նախագահն առանձնացնում է նաև հաջորդ տարվա հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունները։ Վստահ եմ, որ Եվրոպական միության օժանդակությամբ իրականացված լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մենք հաջողությամբ կանցկացնենք նաև այս ընտրությունները։ Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երևանում, մաղթում արդյունավետ քննարկումներ։ Շնորհակալություն։ Նշենք, որ մեր երկիրը 2011-ից Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի անդամ է ու կառույցի լիագումար նստաշրջանն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երևանում։ Առաջինը կայացել էր 2015-ին։ Վեհաժողովականների հիշողություններում դեռ թարմ է հայկական հյուրընկալությունը։ Այս պատմական քաղաքում Երևանում պատիվ ունեմ խոսել Եվրոպական խորհրդարանի նախագահի անունից։ Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի ազգային ժողովի նախագահին ու խորհրդարանականներին ջերմ հյուրընկալության եւ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Պարոն նախագահ, ձեր հանձնառությունը վկայությունն է առ այն, որ դուք կարևորում եք եվրոպական երկխոսությունն ու համագործակցությունը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովն ավելին է, քան երկխոսության հարթակը, այն մեր հավաքական, քաղաքական կամքի օրինակն է, հավելում է Յունուս Օմարժենու փաստում, որ այս հարթակի միջոցով Եվրամիությունն ու գործընկերները Արևելյան Եվրոպայում կարող են ստեղծել խաղաղության, ժողովրդավարության, բարգավաճման եւ մարդու իրավունքների սկզբունքների հարգման վրա կառուցված խաղաղություն։ Այս համատեքստում եվրոպացի պաշտոնյան անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աջակցելու այս նուրբ միևնույն ժամանակ շատ կենսական գործընթացին։ Օմարժեն հայաստանյան ամբիոնից պատմական որակեց վերջերս մեր երկրի խորհրդարանի ընդունած Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրենքը։ Սա խորհրդանշական ժեստ չէ, սա ռազմավարական ընտրություն է, եվրոպական ժողովրդավարական ընտանիքի միանալու տեսանկյունից։ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը Իլերումն վերենշվածին ընդգծում է, խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին, եթե որոշվի պաշտոնապես ներկայացնել թեկնածություն Եվրամիությանն անդամակցելու համար։ Վերջին ժամանակահատվածում մեր երկրի եւ Եվրամիության միջև հաստատված է բազմոլորտ համագործակցություն, ինչը շատ կարեւոր է երկուստեք գործընկերային նոր մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից։ Մեր երկիրը եվրոպական կառույցներում այսօր այլ դեմք ունի եւ հայ գործընկերների հետ փոխգործակցությունն ունի նոր մակարդակ։ Շատ խոսվեց նաև արևելյան գործընկերության երկրներում ժողովրդավարության վիճակի մասին եւ ես պետք է շեշտեմ, որ Հայաստանի մասին դրական արձագանքները շատ էին, այսինքն մենք պատկերացնում ենք, որ այսքան մեծ թվով հյուրեր կգային Երևանում, եթե մեր ժողովրդավարության մակարդակը բարձր չէր լինի։ Economist Intelligent Unity-ի տվյալներով Հայաստանը բարելավել է իր դիրքը ժողովրդավարության ինդեքսում 165 պետությունների շարքում անցնող 7 տարվա ընթացքում 111-րդ տեղից բարձրանալով 82-րդ տեղը, ինչը նշանակում է 29 հորիզոնականով առաջընթաց։ Կարծում եմ սա այն առաջընթացն է, որով մենք պետք է հպարտանանք։ Պատգամավորը եվրոպացի գործընկերներին ներկայացրեց նաև մեր երկրում մամուլի ազատության վիճակն ու մատնանշեց միջազգային կազմակերպության կողմից այդ մասով մեզ տրված գնահատականը։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային ոչ կառավարական կազմակերպության տվյալներով Հայաստանը մամուլի ազատության մակարդակով 180 երկրների շարքում զբաղեցնում է 34-րդ տեղը։ Ի դեպ, այս ցուցանիշով Հայաստանը առաջ է ԵՄ9 անդամ երկրներից։ Համեմատության համար ասեմ, որ 2017 թվականին, երբ իշխանության էին ներկա ընդդիմադիրները, Հայաստանը այս ցուցանիշով գտնվում էր 79-րդ տեղում։ Երևանյան նիստում որոշվեց կառույցում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանին խորհրդարանական վեհաժողովում վստահել համանախագահի պաշտոնը։ Our session in Yerevan, where our colleague, head of Armenian delegation, will assume this position. So congratulations, Maria. Եվրանես խորհրդարանական վեհաժողովի համանախագահները նախկինում եղել են միշտ կամ Ուկրաինայից, կամ Մոլդովայից, կամ Վրաստանից։
Եվ ես ցանկացա, որպեսզի Հայաստանը եւս ունենա այդ հնարավորությունը, դա մոտ 4 տարի առաջ էր, եւ ահա 4 տարի անց վերջապես կարելի ասել մենք հասանք մեր նպատակին եւ Հայաստանը դարձավ Եվրանես խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Արևելյան գործընկերության կողմից եւ քանի որ ես եմ պատվիրակության ղեկավարը, այդ պաշտոնը ես ստանձնեցի։ Երևանյան աշխատանքների առանցքում 4 զեկույցեր տնտեսական, կրթական, ժողովրդավարական ու անվտանգային հարցերով։ Պատվիրակները հանդես եկան ազգային շահերից բխող առանցքային ելույթներով։ Ցավը պետք է արձանագրեմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Բաքվում փակվել է։ Մենք տեղեկություն չունենք մեր հայրենակիցների վիճակի մասին։ Շնորհակալ ենք Եվրոպայի մեր գործընկերներին, ովքեր այս հարցով ակտիվ են, բանաձևեր են մշակում։ Սակայն կարևոր են մարդասիրական գործողությունները։ Պետք է խնդրել Բաքվում առաքելություն իրականացնող Եվրամիության դեսպաններին այցելել բանտերում պահվող մեր հայրենակիցներին եւ տեղեկություն փոխանցել մեզ։ Քննարկումների առանցքում էին նաև աշխարհում ընթացող պատերազմներն ու Հայաստան-Ադրբեջան արդեն հաստատված խաղաղության գործընթացը։ Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին անթակույց փաստում է։ Երևանում վստահության, նորարարական գաղափարների ու լավ տրամադրության շունչ եմ զգում, կախիզախ համագործակցության ու համատեղ ճակատագիր կերտելու պատրաստակամություն։ Ժամանակն է գործել համատեղ։ Մատնանշելով խաղաղությանը միտված վարչապետ Փաշինյանի քաղաքականությունը Լագոդինսկին ընդգծում է։ Մենք համարձակություն ենք ցուցաբերում ինչպես ձեր վարչապետը, որը քաջալերում է խաղաղությունը եւ քաջալերում է դա նոր եղանակներով։ Մենք վստահում ենք ձեր ժողովրդավարությանն ու ձեր կառավարությանը։ Ուրախ ենք, որ Հայաստանը որոշեց հյուրընկալել Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովը։ Թուրքիայից падգամավորներ են ժամանել Հայաստան, որը նոր ֆորմատ է։ Առաջին անգամ եմ Հայաստանում։ Կարծում եմ մենք մշակութային առումով շատ նման ենք։ Մարդիկ շատ բարյացկամ են մեր նկատմամբ։ Ես հավատում եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարևոր է խաղաղության եւ մեր երկրների միջև հետագա հարաբերությունների համար։ Իսկ տարածաշրջանի ապաշրջափակման տեսանկյունից կարևորում եմ թռիփ նախագծի իրագործումը։ Իսկ արդեն ազգային ժողովի ամբիոնից Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի ուղերձը ներկայացրեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի տեղակալը։ Եվրամիությունը ցուցաբերում է հետևողական աջակցություն տարածաշրջանը բերելու կայուն խաղաղության, բարգավաճման ու զարգացման։ Մենք աջակցում ենք Հայաստանի բաց լինելը միջազգային մակարդակով։ Ուրախ եմ, որ Հայաստանն ընտրում է եվրոպական ուղին։ Կարծում եմ, որ դա միակ տարբերակն է հայ ժողովրդի համար, քանի որ դուք եվրոպացի եք, ամենահին քրիստոնյա ազգերից եք Եվրոպայում։ Այնպես որ մենք ունենք ձեր կարիքը եւ կարծում եմ դուք էլ մերը։ Երրորդյա նիստերն ընթացան աշխատանքային կառուցողական մթնոլորտում։ Աշխատանքների մի մասը ղեկավարեցին համանախագահներ Մարիա Կարապետյանն ու Սերգեյ Լագոդինսկին։ Ի թիվս այլ ուղղությունների մեր երկրի պատվիրակը խոսեց խաղաղության գործընթացից պատգամավորը փաստեց, որ Հայաստանի առաքելությունը հստակ է Հարավային Կովկասը խաղաղության խաչմերուկ դարձնելու տեսանկյունից։ Ես եւ գործընկերներս խոսեցինք խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ եւ այս քննարկումը իհարկե տեղի էր ունենում մի շատ դրական լուրի ֆոնին, այն է Ղազախստանից դեպի Հայաստան հացահատիկի ներկրումը Ադրբեջանի տարածքով տարանցման միջոցով եւ բնականաբար մենք էլ վերահաստատեցինք Հայաստանի պատրաստակամությունը իր տարածքով տարանցում ապահովելու համար մեր մյուս հարևանների համար։ Արդեն կա տեսլական, թե ինչպես ենք ապաշրջափակելու Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Կարծում եմ դա կենսունակ եւ իրատեսական երաշխիք է մեր տարածաշրջանի խաղաղության համար։ Ազգային ժողովի պատվիրակներից Բաբկեն Թունյանն էլ եվրոպացի գործընկերներին ներկայացրեց արևային կայանների զարգացման մասով մեր երկրի մոտեցումները։ Կառավարության ծրագրով նախատեսված է, որ արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի կշիռը Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալում 26 թվականին պետք է հասնի 15%-ի։ Երևանյան աշխատանքների շրջանակում քննարկվեցին նաև բիզնես ոլորտին վերաբերող հարցեր։ Սա թերևս առաջին անգամ էր, որ խորհրդարանը իր դռներն էր բացում երրորդ կողմերի համար իրենց միջոցառումը մեր տարածքում անցկացնելու համար։ Կարծում եմ շատ հաջող փորձ էր։ Մեր հայաստանյան գործընկերները, թե բիզնեսի ներկայացուցիչները հատկապես խոսեցին վիզաների ազատականացման իրենց սպասումների մասին, որ կցանկանան, որպեսզի դա արագ տեղի ունենա, բայց քանի դեռ մենք սպասում ենք վիզաների ազատականացմանը, անդամ երկրները այդպիսի խնդրանք հնչեց, որպեսզի դյուրացնեն հերթագրման ընթացքը։
Լիագումարի աշխատանքների ավարտին վեհաժողովականները քննարկումների արդյունքում ընդունեցին հանձնաժողովներում ներկայացված զեկույցները։ Վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարժեին եւ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին։ Քննարկումների առանցքում էին վեհաժողովի աշխատանքներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը, անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին էլ ընդունեց մեր երկրի վարչապետը։ Ի թիվս այլ ուղղությունների հանդիպման առանցքում էր Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Երևանյան աշխատանքների շրջանակում խորհրդարանական խմբակցություններում եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվեց ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը։ Քննարկվեցին Եվրամիության հետ համագործակցությանը եւ ներքաղաքական իրավիճակներին վերաբերող հարցեր։ Նաչո Սանչես Ամորը հաջորդիվ հանդիպեց ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղարին։ Դավիթ Առաքելյանը ներկայացրեց աշխատակազմի ստորաբաժանումների կարողությունների զարգացման առաջնահերթությունները։ Ես նշանակվել եմ Հայաստանի հարցերով գլխավոր անդամ։ Գործունեությանս առանցքում լինելու է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը թե քաղաքական խմբերի, թե աշխատակազմի մասով։ Վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ տեղական լրատվամիջոցների համար իրականացվեց նաև ճեպազրույց։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանն ավարտվեց այն արձանագրմամբ, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության տեսանկյունից ասելիք ունեցող երկիր է։ Նշենք, որ հաջորդ 13-րդ լիագումար նստաշրջանը տեղի կունենա 2026-ին Բրյուսելում։